Տիկին Հակոբյան, Վարդան Ղուկասյանը ընտրվեց որպես համայնքապետ, ինչ կասեք։ Կասեմ, որ եղավ այն, ինչ մենք քարոզարշավից դեռևս առաջ, երբ արդեն թեկնածուները պարզ էին, ասում էինք, այս բոլոր ուժերը միավորվեցին եւ ինչ որ մի մարդու դրածոյի, ով ինչպես տեսանք կողմ է միութենական պետությանը օրինակ, սարքեցին քաղաքապետ, բայց այս ամբողջ գործընթացում շատ մեծ դերակատարում ունեցավ Մարտունը Գրիգորյան, որովհետև նա հավաստիացնելով, որ չի միավորվելու, ի վերջո խոստումը տվեց, կատարեց, միավորվեց Վարդան Ղուկասյանին, ինքը հրաժարվեց մանդատից, ավականու ցուցակով անցածա, իր որդին եւս չներկայացավ նիստին եւ այսպես մտածում են, որ այդ ներողությամբ եւ նիստին չներկայանալով իրենք կարող են քավել իրենց մեղքերը գյումրեցիների առաջ, բայց այստեղ մի հատ էլ հարց կա, որ ինձ ավելի շատ անհանգստացնում է, կարծում եմ այս իր ավականու մնացած անդամները ինչ որ մի բանը զոհ են, այսպես ասած, չգիտեմ ինչ լծակներով, այս մարդկանց վրա երևի ազդել են, ինքը գլուխն ազատեց, տղան չներկայացավ, մնացածին ստիպեցին, որ գնան եւ Վարդան Ղուկասյան ընտրեն, բայց այս մասին մեծապես հիմա մտածելիք ունի նաեւ Գյումրեցին, որովհետեւ տեսավ, որ նման բաներ հնարավոր են, նաև տեսնում ենք, որ այս մարդը նաև ասում է, որ հավակնություն ունի հետո վարչապետի թեկնածու դառնալու, սրանց պետք է հետևություն անել, ինձ ավելի շատ հիմա անհանգստացնում է նաև Գյումրու ճակատագիրը, որովհետև ակնհայտ է, որ այս իրար հետ չհամագործակցող ավականիները, որոնք չունեն մեծամասնություն խմբակցություն մեծ ավականիում չեն կարողանալու որոշումներ կայացնել, բյուջե հաստատել, ինչը նշանակում է, որ օրինակ կարող է էլի կոլապսային իրավիճակ ստեղծվել եւ օրինակ մարդիկ աշխատավարձ չստանան, փողոցները չասֆալտապատվեն, չլուսավորվեն, աղբանություն չիրականացվի եւ այլ կենսական կարեւոր հարցեր չլուծվեն Գյումրիի համար։ Նաեւ այսօրվա հայտարարություններից ասում էր, որ ինքը քաղաքական հենարան չունի։ Դե ասում է այդպես, բայց պարզա չէ, որ նրա քաղաքական հենարանը Քոչարյանն է իր խմբակով։ Եվ ինչպես Քոչարյանը, այնպես էլ Վարդան Ղուկասյան Հայաստանի ապագան տեսնում են միութենական պետության շրջանակում եւ դրա մասին երկուսն էլ հայտարարել են։ Սրա մասին է պետք մտածել, են մնացած ինչ են ասում, հեչ կարևոր չի։ Փաստացի ինքը այդ ձեր նշած ուժերի շնորհիվ դարձավ Գյումրու համայնքապետ, հիմա որ հայտարարում է նաև առաջադրվելու է որպես վարչապետ, այս ուժերը էլի իրան այդ ընթացքում կաջակցեն, Բնական է, արդեն օրինակ Դաշնակցությունը կամ օրինակ Հանրապետականը համապետական ընտրություններին էլ չեն քողարկվելու այլ թեկնածուների տակ։ Իրենք էլ են հայտ ներկայացնելու արդեն իրենց դեմքով։ Սակայն սա չի նշանակում, որ այլ մարդկանց, անհատների, խմբերի եւս չեն աջակցելու, որպեսզի Գյումրու օրինակով ինչ որ ձայների կրճոներ տանեն եւ հետո միավորվեն։ Էլի մարդկանց հավաստիացնելով, որ իրար հետ կապ չունեն եւ որոշ դեպքերում սա աշխատում է ցավոք եւ հետո միավորվեն եւ էլի ինչ որ մի ուրեմն նույն դեպի կետը նայող մարդկանցով հավաքվեն եւ ինչ որ մեկին իրենց մեջ ամենա անարխիստին թույլ տվեք ասել դարձնեն օրինակ գլխավոր թեկնածու համախմբեն իրենց շուրջ։ Հիմա ընթացքը ո՞նց կլինի, այսպես իրանք որ միշտ ներկայացում են, թե սա իշխանության հանդեպ տարված ջախջախից հաղթանակ էր, հա, որ Վարդան Ղուկասյանը դարձավ։ Հիմա օրինակ ինչ քայլերի իրանք կգնան։ Հաշվի առնելով նաև այդ հայտարարությունները, որ Սերժ Սարգսյանը օրինակ ասում էր, պետք է ամեն ինչ անեն, միանան այն բոլոր նախաձեռնություններին, որ իշխանափոխություն են ուզում։ Սերժ Սարգսյանը նաև ասում էր, որ իրենք իրար հետ ճանապարհ չունեն գնալու եւ ուրեմն եւ ապացուցում էր իր ասածը, սակայն ես այս կեղծ պարակտմանը այնքան էլ չեմ հավատում իրականում, որովհետեւ մոտ է համապետական ընտրությունները եւ այս խաղը ակնհայտ է, բայց մենք այսպես հերվից կհետևենք եւ մեր դիտարկումներով բարբերաբար այս մեկ տարվա ընթացքում կկիսվենք հասարակության հետ, կփորձենք օգնել հասկանալու համար իրականությունը, ինչ վերաբերում է ջախջախիչ հաղթանակ մեր պարտություն, ուզում եմ հիշենք, որ քաղաքացիական պայմանագիրը հավաքել է ձայների մեծամասնությունը, այսինքն կրկնակից ավել ձայն է հավաքել, քան օրինակ երկրորդ տեղում գտնվող այսօր արդեն քաղաքապետ դարձած
Վարդան Ղուկասյանի ուժը, այնպես որ սա ջախջախիչ հաղթանակ համարել դժվար է ասել եւ մնացած բոլոր ավականիները այս դեպքում համախմբվեցին, դեռ Մարտուն Գրիգորյանն էլ ողորմություն արեց մի քանի ձայն, որպեսզի Վարդան Ղուկասյանը կարողանա դառնալ քաղաքապետ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ իրականում ամենամեծ խմբակցությունն ունի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ Վարդան Ղուկասյանը պարզապես քաղաքապետ աշխատի քաղաքացիական պայմանագիր խմբակցության համար։ Այսինքն, եթե այս նիստին խմբակցությունը չէր մասնակցում քաղաքացիական պայմանագիր, մնացած նիստերին կմասնակցի ու որոշումներ կառաջարկի, այսպես նախագծեր կամ ծրագրեր Գյումրու համար։ Ես նման քննարկումների չեմ մասնակցել, բայց կարծում եմ, որ մենք պատասխանատվություն ենք կրում մեզ տրված բոլոր ձայների համար եւ ունենք ծրագիր եւ այդ ծրագիրը փորձելու ենք իրականացնել որքան հնարավոր է։ Իհարկե կցանկանայինք, որ ունենայինք մեծամասնություն, սակայն այս դեպքում եւս, ինչպես ասացի, ամեն ինչ կանենք մեր ծրագրերն իրագործվի եւ ճակերտավոր ասած, Վարդան Ղուկասյանը քաղաքապետ աշխատի քաղաքացիական պայմանագիր խմբակցության համար, որպեսզի մեր ծրագրերը իրականացվեն։ Բայց երկար կյանք կունենա իր կառավարումը։ Չեմ կարծում, շատ բարդ է լինելու, բայց չեմ կարծում երկար կառավարում ունենա, որովհետև այս մարդիկ իրար հետ գիտեք ինչպիսի խնդիրներ ունեն եւ նաեւ Մարտուն Գրիգորյանի այդ մեղայականն էիք դուք, եթե հիշում եք, ինքը ասում է, որ ինքը սկզբունքորեն դեմ էր այս միավորմանը, ինքը պայքարել է այս հանցագործ տարերին դուրս բերելու համար Գյումրիից, բառացի չեմ հիշում, կոնտեքստն եմ ասում, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին եւ մենք ինչպես ենք պատկերացնում այս երկու ուրեմն միավորների միավորումը մեկ նպատակի շուրջ։ Ուղղակի Սերժ Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը այնպիսի իրավիճակի առաջ կանգնացրեց Մարտուն Գրիգորյանին, ով ստիպված էր նման որոշում կայացնել եւ հիասթափեցնել, թույլ տվեք ասել, գցել գյումրեցիներին, գնալ գործարքի Վարդան Ղուկասյանի հետ եւ հետո Մարտուն Գրիգորյանը այստեղ գալու է, եթե այսօր չեմ նկատել եկել է թե չէ, եւ իրեն նաեւ գցած խմբակցության կողքին մեջ նստելու է եւ թող գյումրեցիները գնան ոնց ուզում են իրանց գլխի ճարը տեսնեն։